Ուսումնական կենտրոնի մարտավարական դաշտում հերթական դասաժամն է։ Կրտսեր հրամանատարների պատրաստության պարապմունքներին ներգրաված զինվորները, հետևելով հրանգիչների խորհուրդներին, յուրացնում են մարտավարական արգելագոտին ճիշտ եւ հնարավորինս արագ հաղթահարելու հնարքներն ու հմտությունները։ Արդեն ամիս եւ մի քանի օր ավել ծառայության մեջ եմ, տպավորությունները շատ դրական են, կատարում ենք վարժություններ, լուծում ենք խնդիրներ, լսում ենք հրամանատարներին եւ փորձում ենք ամեն ինչ կատարենք ժամանակին եւ ճիշտ։ Մեր ամբողջ ջանքն ու եռանդը ներդնում ենք, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել, դառնանք մեր հայրենիքին պետքական ու կարևոր զինծառայողներ։ Առաջին անգամ արգելագոտին հաղթահարող նորակոչիկներն ասում են, զինծառայության առաջին 2 ամիսները բավական էին ընկալելու առաքելության էությունն ու նպատակները։ Առաջին անգամ էր մարտավարական պատրաստությունները, համ դժվար էր, համ հաճելի էր, համ էլ լիքը բան սովորեցինք։ Ուժերի գերլարումով ու համակուշադրությամբ զինվորները սերտում ամրապնդում են ուսանածը։ Հայրենիքի պաշտպանի համազգեստն ու առաքելությունը կրող զինվորին հարկ չկա պարզաբանելու զենքին եւ ռազմական գործին գերազանց տիրապետելու անհրաժեշտությունը։ Մեր միակ նպատակը մեր հայրենիքին, մեր երկրին ծառայելն է, մեր տունը, հողը, ջուրը պահելը։ Եվ այդ նպատակին հասնելու համար մենք ներդնում ենք մեր ջանքն ու եռանդը։ Շատ հետաքրքիր է բոլոր այս գործողությունները, թե զենքի հետ կապված, թե մարտավարության հետ կապված։ Գնացել ենք կրակային պատրաստությունը ստացել ենք, այսօր մարտավարությունը կատարեցինք, շատ հետաքրքիր է, ճիշտ է, տեղեր կան, որ դժվարություններ կան, բայց այդ դժվարություններն էլ արվում են, որ մյուս անգամները արդեն մեր համար ավելի հեշտ լինի եւ պատրաստ լինենք ու զգոն։ Ես ստանում եմ սրանից հաջող կոնկրետ այս գործողությունները կատարելու, որովհետեւ գիտակցում եմ, որ ինձ հնարավոր է կյանքում էլ թե առօրյայում, թե այստեղ ծառայության ընթացքում շատ պետք է գալու։ Ապագա սերժանտները նկատում են, թեև պատրաստության ծրագրի ավարտին դեռ 4 ամիս կա, այդուհանդերձ իրենք արդեն իսկ իրենց առջև խնդիր են դրել լավագույնս հանդես գալու ավարտական քննություններին։ Կա ձգտում բարելավելու, ավելի լավ կատարելու առաջադրանքները, հրամանատարների հրամանները, որպեսզի վերջում լավ արդյունք ստանանք ու մեր հաջորդ զորամասերում ավելի լավ ծառայենք։ Առհասարակ, խոսելով թե ուսումնական գործընթացի եւ թե առաջիկա ծառայության հանդեպ արկա տրամադրվածության մասին, տղաներն ասում են, պատրաստակամ են իրենց ծառայությամբ նպաստելու բանակի մարտական պատրաստության շարունակական զարգացմանը։ Վստահ եմ, որ կլինեմ լավագույն զինվորներից մեկը իմ հայրենիքի համար։ Իմ առջև դրել եմ խնդիր, որ պետք է մինչև վերջին օրը ես երթումս պահեմ ու լինեմ այն լավագույն զինվորը, որոնք պատկերացնում են ինձ իմ հրամանատարները։ Եթե ստենք պետք է լինենք լավագույնը, որ հանկարծ հետի Աստված չանի ինչ-որ մի բան պատահի, իմանանք մեր գործունեությունը պետք է զինվորը պատրաստ լինի, զգոն լինի։ Ես եկել եմ ստեղին պարտքը տալու համար, ոչ թե պարտքը, ես իմ իրավունքն է ծառայության մեջ։ Ես իրավունք ունեմ ծառայելու, ես այդ իրավունքը փորձում եմ կատարեմ ժամանակին եւ ճիշտ ու լսում հրամանատարներից։ Եվ այս հողերը, այս ամեն ինչը մեր բահած հողերն է, ոնց կարա մարդ իր զինվորական իրավունքից չօգտվի ու չծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Ներսես Իվանյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ